Ավարտվեց Սիրասոնի առաջին սեզոնը, այսօր կխոսենք այդ մասին։ Վերջի սերիայի հետ կապված իրականում շատ հիասթափված եմ, ինձ թվում է ոնց որ մնացածը։ Այստեղ ընդհանրապես խնդիրը հաղթողները չեն, հաղթողների դեմ ոչ մի պրետենզիա չունեմ, շնորհավորում եմ բոլորին։ Ինձ այստեղ ավելի շատ հիասթափեցրեց ընդհանուր հաղթողին ընտրելու կազմակերպվածության ձևը։ Վերջին էպիզոդի համար գոնե կարելի էր նենց անել, որ sense բոլորը ինչ որ համահունչ լինեին։ Տղաները բոլորը սմոքինգով էին, օքեյ, բայց աղջիկները ինչ որ հատուկ ոճ լիներ, որ բոլորը այդ ոճի մեջ լինեին, կամ ինչ որ գույն լիներ։ Ես գիտեմ, որ մասնակիցները նայում են իմ վիդեոները, ու խնդրում եմ մասնակիցներին, եթե հնարավոր է, մեկնաբանություններում գրեն, արդյոք հագուստները իրենք են իրենց հետ բերել, թե այդ ամեն ինչը տրամադրում է նկարահանող անձնակազմը։ Խեղճ մասնակիցները դուրս նստել սառում էին, ու վերջում որ ասեցին, մենք դες հնարավորություն ենք տալիս, եթե դուք ինչ որ գնահատական սխալ եք դրել, փոխեք եւ այլն, ու ասում են դրա փոխարեն մենք տալիս ենք մի միավոր, որ դուք տակ ձեր ցանկացած մասնակից։ Անկեղծ չեմ կարծում, որ այդ մի միավորը ինչ որ մի բան փոխել է։ Մի միավորները տալուց հետո էլի գալիս են, ախր չգիտեմ ինչ որ օտ բան են անում, հանում են ցես կորփում։ Իմ համար շատ անհասկանալի էր նաեւ այդ միավորները հաշվելու ձևը։ Մեզ ցույց են տալի, որ ուղղակի այդ թղթերը հանում են, այնտեղ նկարահանող անձնակազմը ասես հաշվիչով դնում է, հաշվում է։ Ու երբ որ բերում են այդ իրանց նկարներով տախտակը այդ թաշկինակները վրան կախած, կներեք, ուղղակի ուրիշ ասոցիացիա չունեմ։ Ես մտածում եմ ինչ որ կհանեն միավոր կերևա, բան կերևա, բայց ուղղակի մասնակիցների նկարներն են, ասես թաշկինակը պոկում են, դեմք է երևում, դուք ունեք այսքան միավոր։ Էլի դրանից հետո ես եմ սպասում, լավ, եթե միավորները ունեն, ուրեմն ինչ որ մի բան կլինի, ընդհանրապես կփոխի ամեն ինչ։ Վերջում որ արդեն միավորները ասելով հենց գնում են, դուք ունեք 40 միավոր, 43 միավոր եւ այլն։ Ես գիտեմ, որ դա ինչ որ, չգիտեմ, նշանակություն կարող է ունենա, հետո ինչ որ մրցույթ է լինելու, պետքա գալու այդ միավորները, բայց շատ անկապ էր։ Դեմ ինչ որ ինտրիգա կարելի էր այդ պահին մտցնել, ասես որ ոչ մեկ չհասկանար ով ում ինչ գնահատակ։ Եզրափակիչ անցնող մասնակիցներին ընտրելու փուլից խոսենք, ու ընդհանրապես ես այդ եզրափակչի իմաստը չհասկացա։ Հետաքրքիր բան կարելի էր անել, ոչ թե մասնակիցները գրում են թղթի վրա գրում են անունը, 90 միավոր, 60 միավոր, դուք անցնում եք եզրափակի։ Անկեղծ ես դեմ թող չհասկացա ինչա կատարվում, իսկ թվա ինչ որ ուրիշ մի բան կլինի, էլի ինչ որ դեյթի նման բաներ կլինեն, կամ զույգերի իրար մեջ կապված մի բան կլինի։ Ու վերջում արդեն որ մասնակիցները քվեարկում են, պարտադառնում որ հավասար միավորներ ունեն, ոսած մի անգամ ասում են, այո, դուք երկուսդ էլ հաղթեցիք, կարող են ինչ որ զարմանային ասեն, վաու, աբան, հավասար է, ինչ ենք անելու, ինչ որ եթե բոլորը համաձայն են, թող երկու հաղթող լինի, բայց մի անգամ եկեք ձեր փողերը գնացեք ցուրտ ամրսում եք։